Ընդդիմությունը ինչ քաղաքականության մեջ է, ինչու հարց ու պատասխանին չեք մասնակցում, երեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ըստ էության արդեն վերջերը հավաքի գնացել են։ Գիտեք, նույն այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դե նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի է զզվել ենք էլի։ Զզվել ենք էլի բարես բոլ դե դնում ենք էլի, բա ինչ ենք անում։ Հեսա գնում ենք մանդատները վայր ենք դնում էլի։ Վերջերը հավաքելու տրամաբանության մեջ եք դրա համար չեք գալիս ասում եք։ Բա ինչ անենք, ինչու պետք է թողենք այս իշխանությունները տան կործանման այս երկիրը։ Պետք է առաջադրեն, բայց չի անեն։ Հաջողվի ընդդիմությանը նորից իշխանության գալ եւ Նիկոլ Փաշինյանը Երկիրը կկործանվի, ազգային ժողովը բան եմ հարցնում, չեք հավաքել։ Նորից վերցնելու են մանդատներ, ընդդիմադիրները գալու են նորից Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, նորից 4 տարի հետո ասեն զզվեցինք։ Դե ժամանակը գգակ խոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով այդ առանձին հարց է։ Այնտեղ եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունենանք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողով, այլ միլի մեջլիս։ Հիմա այդ միլի մեջլիսում թող որոշեն, եթե իսկապես դառնում է այնպիսին, որ սա միլի մեջլիս է, աշխատել իմաստ ունի, թե չունի։ Սա կորոշեն ընտրություններից հետո։ Այսինքն գնանք կախվենք, հա, որպեսզի ընդհանրապես չափրենք, որ բոլորի բավարար է։ Դե եք ասում, դուք ձեր ասածը դա է։ Իսկ ով ասում չենք աշխատում, դա ինչ ենք անում։ Միլի մեջլիսում, ես ասում եմ միլի մեջլիսում աշխատելը անիմաստ է դառնում, բայց թե հա թող չեն կմտածեն, մտնեն թե չմտնեն, դե ես էլ եմ ասում էլի, կգա այդ ընտրության ժամանակը եւ կորոշեն, մտնեն միլի մեջլիս թե չմտնեն։ Իսկ ցուցակում ձեր չլինելու պատճառը որն է։ Չէ, նախ գլխավոր պատճառն է, որ կուսակցության ներկայացուցիչն եմ ես, եւ կուսակցության ներկայացուցիչը այնքան ծանրաբեռնվածություն ունի, որ արդեն ես դժվարանում եմ համատեղել եւ իսկապես պրոբլեմատիկ է դա։ Մեր կուսակցությունը սովորական կուսակցություն չի, համաշխարհային կառույց ունենք 30-ից ավել երկրներում ներկայացում, իսկ բյուրոյի ներկայացուցիչը ըստ էության այդ ամբողջ կառույցի ղեկավարումը պետք է համակարգի, հա։ Ինչը։ Նորը դարեց արական։ Հաբանո ներկայացուցիչ նոր եմ դառել էլի։